Պարոն Սաֆրատյան, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը գործող իշխանությունը հանել է արտաքին քաղաքականության առաջնահերթություններից, ձեր կարծիքով հանել են առհասարակ արտաքին օրակարգից։ Չեմ կարող ասել հանել են թե չէ, բայց որ առաջնահերթություն չի, դրա մասին եղել է հայտարարություն, գուցե մնացել է, բայց առաջնահերթություն չի։ Իմ կարծիքով սխալ է։ Համաձայն եք, որ Հայաստանը չպետք է շարունակի ճանաչման գործընթացը։ Իմ կարծիքով սխալ է, տեսեք, մենք բոլորս հասկանում ենք, որ հիմա Հայաստանը այնպիսի վիճակում է, որ ակտիվորեն չի կարող այդ քաղաքականությունը անցկացնել, բայց այդ ճանաչման եւ դատապարտման քաղաքականությունը պետք է մնա մեր զինանոցում արտաքին քաղաքականության, որ Հայաստանի անվտանգային խնդիրները երբ որ լուծվեն, արդեն կարողանանք ավելի լայնածավալ այդ գործընթացը առաջ տանել։ Դա մեկ, երկրորդը ինչի է պետք դա մեզ պայքարել ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման համար։ Առաջին հերթին իհարկե արդարության վերականգնումն է, որը շատ կարեւոր է, բայց նաեւ ժամանակակից աշխարհում տեսեք ինչ իրադրություն է ստեղծվում։ Աշխարհը գնալով ավելի խորն է հասկանում ցեղասպանությունների անմարդկային էությունը, ծանրագույն հանցագործություն են ցեղասպանությունները։ Եվ եթե մի պետություն պայքարում է հայոց ցեղասպանության, տվյալ դեպքում հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման համար, այսինքն որ 100 տարի առաջ է եղել, ըստ էության նա նպաստում է, որ աշխարհում հետագայում չկրկնվեն նմանատիպ հանցագործություններ, ցեղասպանություններ եւ այդ առումով եթե մենք շարունակում ենք պայքարը հանուն ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման հայտնվում ենք այսպես ավանգարդում առաջին շարքերում պայքարողների այդ ծանրագույն հանցագործությունը, որ չկրկնվի։ Ես կարծում եմ սա պետք է պահել, իհարկե հիմա էլի եմ կրկնում ակտիվ մենք չենք կարող դա անցկացնել։ Այժմ մենք պետք է միայն հիշենք, թե նաև պետք է հիշենք եւ պահանջենք։ Տեսեք, հիշել եւ պահանջել է շատ կարեւոր հանգամանք է։ Պահանջելը ինչ է նշանակում։ Պետք է մենք իրական մոտենանք։ Ես բազմաթիվ նման այսպես միջոցառումների մասնակցել եմ, քննարկումների եւ ներկա վիճակը միջազգային հարաբերությունների միջազգային իրավական դաշտը մեզ հնարավորություն չի տալիս, որ մենք 100% վստահ լինենք, որ եթե մենք դիմենք որևիցե ատյանի, կարող ենք ստանալ հատուցում։ Դրա համար է, որ այս 100 տարի չի եղել այդպիսի դիմում պաշտոնապես, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է այդ քաղաքականությունից հրաժարվենք, պետք է դա պահենք, որպես հնարավորություն, երբ որ փոխվի միջազգային իրավունքը, որտեղ միջազգային իրավունքը քարացած չի, արտահայտում է ընկալումները մարդկային տվյալ ժամանակաշրջանում, իսկ քանի որ գնալով ցեղասպանությունները ընկալում են ավելի ծանր, ավելի վտանգավոր հանցագործություն, իրավական դաշտն է փոխվում։ Եվ այս առումով շատ կարևոր է, որ մենք պատրաստ լինենք այդ փոփոխություններին եւ նույնիսկ մեր պետությունը լինի այդ փոփոխությունները նախաձեռնողների շարքում։ Բայց էլի եմ կրկնում, ներկա փուլում ես չեմ տեսնում հնարավորություն, որ Հայաստանը կարող է այդ քաղաքականությունը հաջողությամբ առաջ տանել։ Սփյուռքի հանձնակատարը հայտարարեց, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ռազմավարությունն ավարտվել է, քանի որ Հայաստանը ոչինչ չի ստացել։ Ինչ կասեք այն մարդկանց, ովքեր այսպես են մտածում։ Չեմ կարող ասել, նրա հայտարարությանը ես ծանոթ չեմ, բայց ինչ է նշանակում ոչինչ չի ստացել։ Ուղղակի այս հայտարարության իմաստը չեմ հասկանում։ Չեք կարծում, որ ճանաչման արշավից հրաժարվելով Սփյուռքին մղում ենք ուծացման, քանի որ սփյուռքահայերի ինքնության պահպանման դրսևորումներից մեկը հենց ազգային իրավունքների համար պայքարի շարունակությունն է։ Դա արդեն լրիվ այլ խնդիր է։